էշ, ոչիլ, ինտելեկտուալ ղզիկներ, տխմար։ Նարեկ Մարգարյան, Ես ամեն ինչ կարամ բացատրեմ։ ռոբասերժական, հերակա, բայց շատ կուլտուրական լեզվակռիվը։ Ես չունեմ այդպեսին բան։ $590,000 ծավալը, պատկերացնում եք։ Այնքան կծեցին, էշին քերիկաս։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է։ Շնորհակալություն բոլոր շնորհավորանքների համար 1300 թողարկման հետ կապված։ Կարող եք մեզ փոքրիկ նվեր անել ու լայք դնել այս հաղորդման տակ։ Կարող եք նաև համատաբար մեծիկ նվեր անել եւ միանալ մեր Patreon-ին, դառնալով մեր ինստիտուցիոնալ ողնաշարը։ Այո, իսկ մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը ավարտին է հանձնում Դավիթ Անհախսանին հասցեով շենքը։ Իսկ բնակելի շենքերի առաջի արգելում սովորաբար լինում է ինչ։ Կոմերցիոն տարածք, ձեր բանկը, խանութը, շոուրումը, մի խոսքով զանգեք, պայմանավորվեք, սպասում ենք ձեզ։ Եվս երկու մասնագիտական ուղղություն, որ կան հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում։ Ինժեներություն եւ արտադրություն։ Գիտության ու պրակտիկայի խաչմերուկ, որտեղ համ տեսականը կսովորեն, համ կիրառական հմտություններ կստանան։ Նույնը նաև համակարգչային գիտությանն է վերաբերում, computer science, ապագա ծրագրավորման եւ տեխնոլոգիական այլ աշխատանքներում գել ու գազան դառնալու համար։ Մի խոսքով ավելի լավ է ինքներդ այցելեք, մի հատ ապշահարվեք այդ շենքի գեղեցկությամբ եւ բերեք ձեր բոլոր հարցերը։ Եվ այսպես շարունակում է ռոբասերժական, հերակա, բայց շատ կուլտուրական լեզվակռիվը։ Երրորդ նախագահը նախ պատասխանեց այն հարցին, որ այդ ոնց եղավ, որ Քոչարյանը երկար դադարից հետո այն 18 թվականի հեղափոխության օրին նոր զանգել էր իրան։ Ինքը նկատի ուներ, կարծում եմ նկատի ուներ այսօրվա պարագան։ Բայց 18 թվականին այդպես չէր։ Չէ, պարոն Սարգսյան, ինքը նկատներ ոչ թե հիմա, այլ 18-ին, դրանից շատ ժամանակ երկար չէր զանգել, մեկ էլ զգաց, որ վլաստը փոխվում է, մի հատ պետքա զանգել։ Զանգեց ու դուք ասացիք, որ կոնտրոլի տակ է ամեն ինչ։ Հա։ Ու կարծում եմ երևի մի 10-15 տարի հետևում են։ Երբեք լսել եք այդպիսի բառ, կոնտրոլի տակ։ Ես չունեմ այդպիսի բառ։ Այդպիսի բառապաշար։ Այսինքն Քոչարյանը սխալ է լսել ինչ-որ բան, կամ գուցե զանգը կտրտվում էր ուղղակի այդ պահին, 18 թիվն էր դեն ժամանակ։ Իսկ կարող ասել եք ամեն ինչ վերահսկողության տակ է, կամ պրոբլեմ չկա, կամ ամեն ինչ նորմալ է, take it easy, bro։ Եթե իհարկե պրոբլեմ չկան, կա ձեր լեքսիկոնում, գուցե պրոբլեմ չկան էլ չկա։ Ինչևէ, մյուս հարցը, որ Քոչարյանը ասեց, որ impeachment-ը անլուրջ է։ Այսինքն 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ impeachment անելը անլուրջ է։ Impeachment բառը, ֆիքսենք, լեքսիկոնում կա, ի տարբերություն կոնտրոլի տակ, որը вообще ինքը չգիտեր, միջև Քոչարյանի ասուլիսը այդ լեքսիկոնում չկա դա։ Հաջորդը, էլի Քոչարյանը ասեց, որ չեք պատրաստվում գնալ ընտրությունների, մեկ է վերջի րոպեին որոշեցիք, որ գնում եք։ Ինչ եկեք անկեղծ ծնենք, էլի է կարել։ 2021 թվականին ես երբեք եւ որևէ տեղ չեմ ասել, որ մենք չենք գնալու ընտրությունների։ Այո, ես դեմ եմ եղել ընտրություններին։ Ընտրություններին դեմ եմ եղել, բայց իմ լեքսիկոնում չկա չենք գնալու ընտրություններին արտահայտությունը։ Դեք մի օր էլի երկու նախագահ, որ 10 քանի տարի իրար հետ աշխատել են տարբեր պաշտոններում, իրար չեն հասկացել, հա, հեռախոսով խոսալուց։ Փորձենք տրամաբանությունը, որը հիմա ներվային ծխում է անկյունում։ Ինչևէ, okay, Սարգսյանը Սերժ դեմ էր ընտրությունների, որովհետև դա իր կարծիքով լեգիտիմացնելու էր Նիկոլենց, բայց ասում էր չգնանք ընտրությունների, հետո Քոչարյանն որոշեցին գնալ ընտրությունների, ու Սարգսյանը ասեց, դե եթե պետք է լեգիտիմացնեք այդ օր առանց մեզ, ու բոլորը միասին գնացին ընտրությունների։ Լավ, վերադառնանք հա impeachment-ին։ Impeachment-ը ինչու է լավ միտք։ Իմ տարիքի մարդիկ գիտեն, որ բազմաթիվ են եղել դեպքերը մեր նորագույն պատմության մեջ, որ մենք գնացել ենք իրադարձությունների, որոնք շատ-շատերի կարծիքով հավանական չէին, բայց հաջողությամբ է պսակվել։ Okay, իհարկե, տեսնենք ինչպես է գնում impeachment-ի գործընթացը հենց հիմա։ Նախաձեռնողներից Էդգար Ղազարյանը ԱԺ-ում փորձում է իշխանությունից պոկել քպեականներ։
Պարոն Պարսիլյան, ես այսօր ուզում էի ձեզ հետ հանդիպել, որպեսզի դուք փոխանցեք ձեր հանրաժողովի նախագահի տեղակալ պարոն Ռուստամ Բաքոյանին, որ իր խուլիգանական պահվածքի համար մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանրաժողովում դատանի բոլոր այցաններով ինքը պարտվել է եւ չի կատարել դատանի որոշումը։ Ես իհարկե կարող եմ սխալվել, որովհետև Պարսիլյանին կյանքում դեմքով չի տեսել, չգիտեմ այդ падգամորը ով է, իլ է, ինչ է, իլ է, բայց ինձ թվում է ինքը խոսում է ուսապարկի հետ։ Լավ, ինչ անել, եթե այդ падգամավոր Պարսիլյանը իսկապես հասանելի չի։ Մենք գաղափար չունենք իրականում էտովա, բայց ենթադրում են երբեք չերևացող, բայց ստաբիլ աշխատավարձ ստացող ԿՊԱ-ականներից է։ Հիմա մարդը հասանելի չի, ինչ անենք։ Իսկ ինչու հասանելի չի։ Ղազարյան, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը ձեզ նպատակարար չի գտնում ընդունել։ Չէ՞ միայն ինձ։ Այո, միայն ձեզ։ Բայց Ղազարյանին ոչ մի բան չի կանգնացնում, որովհետև նրա լեքսիկոնում չկա, օքեյ, ես գնացի տուն արտահայտությունը։ Չկա։ Բայց ամենամոտ բանի հետ է բանակցում, ու եթե սա կարա թվա վիրավորական, եկեք հիշենք, էլի, որ այդ ուսապարկ տերմինը ամենակպական Միկրոնիկոլ Վահագն Ալեքսանյանն է հորինը։ Խնդրում եմ հանրաժողովի բոլոր անդամներին ձեր փոխանցել, այդ թվում նաև ձեզ, որ պատրել եք բարձումա իմ գրությունը եւ այն գցել եք աղբարկղը։ Ես իհարկե ձեզ աղբարկղ գցել չեմ պատրաստվում, բայց խնդրում եմ ձեզ, որպեսզի դուք կատարեք ձեր պարտականությունը եւ նախաձեռնեք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Ղազարյան ուսապարկ երկխոսությունը անցավ շատ հանգիստ, խաղաղ, որովհետև ուսապարկի լեքսիկոնում չկար չէ տերմինը։ Ուսապարկը շատ կուլտուրական, շատ պարկ է, շատ կորեկտ լսեց Ղազարյանի բոլոր ասածները եւ մի ծպտուն անգամ չհանեց։ Իսկ այդ ընթացքում Հայաստան ժամանեց Ռուսաստանի մի ամբողջ արտգործ նախարար ու պարզվեց ինչ։ Մենք շատ լավ ենք Ռուսաստանի հետ։ Փոխադարձ կսմիթներ, դիրքորոշումների ակնհայտ տարբերություններ, բայց նաև հայտարարություն Երևանից։ Մոսկվայի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց Հայաստանի օրակարգում չկա։ Այստեղ կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց հարց այդ մեխանիզմների ընդհանրապես հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին մեր օրակարգում չկա։ Վերաֆորմատավորում չի լինելու։ Այո, իսկ ուկրաինացում Սերգեյ Վիկտորովիչ։ Ես Հայաստանի ուկրաինացման որևէ պատճառ չեմ տեսնում։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերն է։ Հայաստանը ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը անօրինական չի հռչակում։ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է։ Ես մեզ ուկրաինացում չի սպասում։ Հիշեցնեմ, որ ուկրաինացումը դա երկրի մորմշը տալն է, բայց մեզ ոնց որ սիրում ասում է քաղաքակիրթ մարդիկ ենք։ Քանիսը հաճելի բաներ է գնում, եկեք մենք մի հատ լավ բան ասենք, ինչ կլինի որ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ Ու вообще, այդ օրենքը, որ ընդունել ենք եվրոինտեգրման, էդի ոնց որ զուտ Էդի մենք չենք, էդի Ռոմանիա, էդի Ռոմենիաներ, թաքցրելու համար էր։ Հա, եկեք սիրուն մի հատ խմենք Եվրոպայի կենացը, ինչ կասես։ Խզմալյանը շատ չհամարի։ Այո։ Այդ հասկում ԱԳՆ-ի դիմաց որոշ մարդիկ փորձում են վերաֆորմատավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Россия торговец! Лавров убийца! Путин убийца! Իսկ կլինի այս ցույց անեք նաև Վրաստանի սահմանի վրա, որտեղ Հայաստանից 80% գյուղատնտեսական արտադրանքը, կոնյակները, գինները գնում են Ռուսաստան, կանգնեք ու ասեք, չէ, չենք թողնում ոչ մի բան գնա Ռուսաստան, պետք է մնա ստեղ, որտեղ մենք կտրում ենք մեր քոքից կապը Ռուսաստանի հետ, ոչ մի բան սրանց հետո չենք տալ, մենք խմենք մեր կոնյակը։ Այդ սախ կոնյակը, կամ ներխուժեք ատոմակայան, հանեք ձեռով վերցրեք այդ ուրանը, որ Ռուսաստանից եկել է, շպրտեք ու փոխարինեք այդ ուրանը Արման Բաբաջանյանի խարիզմայով։ Հետո հակառուսական ակցիան մտավ ավելի թաց փուլ։ Իրավապաշտպան Արթուր Սակունցը որոշեց իր ակցիան արդեն հարակից շատրվանից, հարակից ջրավազանից շարունակել, թե որն էր ոստիկանների այս գործողությունների նպատակը պաշտոնական պարզաբանում չտրվեց։ Կլինի ես պարզաբանեմ մեր անաչառ ու հակառուսական պրոպագանդա չկարողող ազատության լրագրողին,
Անդեր երկու կոլեկտիվ աշխատում, մի կոլեկտիվ աշխատավարձ է ստանում, որ գոռա Պուտին ու Բիցը, մյուս կոլեկտիվ աշխատավարձ է ստանում, որ ծրի այդ մարդկանց։ Մանավանդ, որ չկա երաշխիք, որ Սաքունցն ու Բաբաջյանը չեն քաքի ԱԳՆ-ի դրան դեմը, որ Լավրովը կանգնի դրա վրա ու փոշմանի իր բոլոր ագրեսիաների համար։ Դրա համար ցրում են էլի։ Կար վտանգ, որ Բաբաջանյանի ֆոնին Սաքունցին կարող է չնկատեն, դրա համար ինքը թռավ ջրի մեջ, որ ցույց տա, որ ինչքան է ինքը ատում Պուտինին ու նկատեն իրան, նկատեք իրան։ Դուք շարունակեք։ Ցույցը առաջնորդող Արման Բաբաջանյանը ավելի ուշ կարծիք հայտնեց, որ այսպիսով ընդհակառակ ոստիկանական գործողություններով իրենց ակցիային ավելի մեծ հնչողություն տրվեց։ Անհրաժեշտ ուղերձները հնչել են, Ռուսաստանը պիտի ամեն վարքյան իմանա, որ դավաճանել է հայ ժողովրդի կենսական շահերը։ Նախ, եթե ինչ-որ մեկը դավաճանում է, երևի ինքը գիտի, որ դավաճանում է, պետք չի իրան իրազեկել, հեյ, դու գիտես, դու դավաճանում ես, հեյ։ Երկրորդը, եթե ուզում եք Լավրովին ինչ-որ բան հասկացնել, այդ երկա Ռուսաստանին ինչ-որ բան լսեցնել, կարծում եմ լավ միտք կլինի, որ այդ պլակատների վրա անգլերեն չգրեք, ռուսերեն գրեք, որ մարդիկ պրյամոյ հասկանան ինչ նկատի ունեք։ Ու սա դեռ սկիզբն է, նրանք անոնց արեցին նաև հաջորդ ակցիայի։ Առաջիկայում Մատվիենկոն է գալու Հայաստան, նույնը ավելի հուշկու ակցիաներ են կանելու, որպեսզի շպրտենք իրենց դեմքին։ Դեմքին իհարկե շպրտեք, բայց նաև հիշեք, որ ձեր գործընկեր Փաշինյանը ասում է, որ Ռուսաստանի հետ ԵԱՏՄ-ում շարունակում ենք մնալ։ Լավ, այս ամեն ինչը իհարկե չէր կարող չտխրեցնել Եվրոպայի տիրոջ աներձակին։ Իրենք գերադասում են սառեցնել, այսինքն իրենք սառեցրեցին հապկից դուրս գալը եւ իրենք սառեցնում են ԵՄ մտնելը։ Այսպիսի սառեցված վիճակ այս ամառային շոկերին։ Այսպիսի խորը վերլուծություն ձեր տափակ էկրաններին։ Այսքան թաց դիմավորեցին են չոր Լավրովին։ Այսքան դառը հակառուսական վերլուծություն, այդքան քաղցր ռուսական ակցենտով։ Բայց Եվրոպան ինչ է մտածում, չենք քննարկում այդ մեր անդամակցությունը, որը հեսա գալիս է։ Մինչ օրս այդպիսի քննարկումների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել։ Ավելին Եվրամիությունից որևէ ազդակ չկա, որ Հայաստանին այնտեղ սպասում են։ Ոնց չկա, Բախզմալյանը, չէ որ ինքը քայլողած դակ է։ Լավ, արի գոնե չերկարացնեն վիզա սպասելու շրջանը, ինչ անել, եթե կառավարությունը Փաշինյանը արա դե չի ուզում մտնի Եվրոպա։ Մենք հասկացանք, որ նրանք մեզ այլևս չեն լսելու եւ եվրոինտեգրումը պետք է գնա առանց այս կառավարությանը։ Գուցե առանց կառավարության նույնիսկ ավելի արագ ինտեգրվեք։ Սենց ասեմ, Եվրոպայից ազդակները, որ գալիս է, որ ինտեգրացիան լինելու է, ուղղակի Էսպայն մենակ Խզմալյանին։ Սուրորողության փոստից զանգ ստացա, ասացին, պարոն Խզմալյան, դուք նամակ ունեք։ Ջանյան Գրեգորի Ֆրանսիայից է։ Գրեգորին է։ Ֆրանսիայից։ ԵՄ անդամակցության հաղավեր։ Բացեցի եւ շատ հաճելի զարմացա, վապշեցի։ Գրեգորի ջան, ես էլ եմ բիտլաման, ինձ էլ ուղարկի դրանից, ես էլ կարամ Եվրոպայի դրոշով խելառնման վազվզեմ։ Կուղարկես։ Արա դու ռուսաց տրուկ ես, արա դու գնա պիսնիրի լսի, ինչ Beatles։ La 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 la։ Ես ընդունում եմ սա որպես ուղերձ։ Ես կավարտեմ այս գիրքը եւ մենք կքանդենք բոլոր բռնապետությունները։ Դե ինչպես ասում էր ողորմածիկ Էլեանոր Ռիգբին, oh look at all the lonely people da 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 da։ Լավ, միջ Մակարտնին եւ Խզմալյանը բռնապետությունները քանդում են, իշխանությունը շարունակում է հատիկ առ հատիկ անել նախկիններին եւ հերթը կրկին անգամ հասավ Բեգլարյանին։ While my նախկին gently weeps։ Երևանի նախկին քաղաքապետ, ազգային ժողովի նախկին падգամավոր, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին եւ որդուն պատկանող մոնումենտի երկու առանձնատունը փորձագետը մոտ 8 միլիարդ դրամ է գնահատել։ Դատախազությունը այս երկու առանձնատունն ու եւս 34 գույք է պահանջում նախկին պաշտոնյայից։ 34 գույք։ Ես 278-ն է հիշում։ Շատ սխալ է հիշում։ Բեգլարյանը համեստ մարդ է։ 34 գույքը լրիվ հերիքա որ միջինից մի քիչ լավ ապրես։ Այսինքն հարուստ չի ինքը։ Ես հոգով շատ հարուստ մարդ եմ։ Դե դատախազությունն էլ ոնց որ ամեն ինչ անում է, որ մենակ հոգով հարուստել մնաք։ Ասեք անենք են էլի անում։ Էլա մնացեք մեզ հետ, երկրորդ մասում մեզ սպասում են
հետաքրքիր գողություններ, նորանոր քֆուրներ երկրի առաջին տիկինից, լիքը բան մի խոսքով։ Մեկ էլ հաշվի առեք, որ եթե հանկարծ 34 fucking գույք ունեք, գուցե մեկը ծախեք միանակ մեր Patreon-ին։ Իսկ գիտեք Նարեկ Նալբանդյանը ինչ ա արել։ Մենանորոշ գործընկեր Dragon Motors-ից էլեկտրական մեքենա գնելիս ստանում եք հրաշալի բոնուսներ։ Ռեդուկտորային յուղի տրամադրում եւ փոխարինում 36 ամսվա կամ 60,000 կիլոմետրի ընթացքում։ Արգելակման համակարգի յուղի տրամադրում եւ փոխարինում։ Գործարանային խնդիրների արկայության դեպքում, որոնք շատ հազվադեպ են, բայց դե մարդես կրկին գործում է 36 ամիսը կամ 60,000 կիլոմետրը։ Կարաս նենց սարքես, որ գոնե մի երկու ամիս էլ չփչանա։ Հարց չկա, ամորտիզատորը պետք է փոխվի։ Մոտորը յուղ ա թողել, սալիկները միակ նայեն։ Ինչ շտապ հոգեբան ա պետք։ Ինձ անընդհատ թվում է այս ինչ-որ բան կփչանա, վարպետիս ավելի շատ եմ տենում, քան մամայիս, ձեռքերս ներվերից դողում ա։ Ինչ որ դեղ կա սրա դեմ։ Հոգիս, քեզ ոչ դեղ ա պետք, ոչ էլ հոգեբան։ Նոր վարպետ։ Նոր էլեկտրոմոբիլ։ Մտնում ես Dragon Motors.am կամ այցելում ես Mega Mall-ի սրահ։ Ընտրում ես քեզ հարմար մոդելը, տանում ես test drive-ի, որ զգաս որն է ավելի քոնը։ Ձևակերպում ես ապառիկը հենց այստեղ առանց բանկ այցելու, սկսած 0% կանխավճարից։ Իսկ եթե հետո ուզենամ փոխել։ Trade-in կանես, հինը նորի փոխարեն։ Ու ամենակարևորը, շուկայում կան տարբեր կասկածելի առաջարկներ, իսկ սա Dragon Motors China-ի պաշտոնական ներկայացուցիչն է։ Իսկ հետո։ Հետո ու ձեռքերը դադարում են դողալ։ Վաու, իսկ եթե մի բան։ Հանգիստ գործարանային երաշխիքի մեջ ես։ Իսկ կարամ։ Կարող ես եւ ընտրել եղածներից, եւ պատվիրել։ Dragon Motors China-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Չես պատկերացնում ինչքան երկար եմ քեզ փնտրել։ Այս մեկը իմն է հոգիս, քոնը, այն կողքինն է։ Պարդոն։ Քեզ եմ փնտրել։ Ավելի լավ է ARM Comedy promo կոդը ասա։ Համ անվճար լիցքավորիչ կստանաս, համ կգան ձեր հասցեում կտեղադրեն։ Միջև շարունակելը երեք լրացավ երրորդ տարելիցը ինչ փլուզվել է Ծիծեռնակաբերդի խճղու այն եկյա շարքը 3 fucking տարի երկու քաղաքապետ եւ մի Սահակյան շին չեն կարում վերադարձնեն այդ շարքը ժողովրդին։ Դե Սերգեյ ջան, իսկ քեզ 5 ամյակը տեսնենք դրա։ 5 ամյակը հուսում արդեն կտեսնենք։ Այո, մենք հիմա public խոստանում ենք, որ Արթուր Չախոյանի հետ կգնանք ու կնկարենք դեպքերը տեղում։ Ինչևէ, այդ ընթացքում Պեկ նախագահը հրավիրեց ասուլիս, որ ընթացքում խոսեց ապագա անելիքների եւ ռազմավարության մասին։ Դե պատմեք, ինչ է սպասվում հերոս հարկատներին մոտակա տարիներին։ Որոնք որ մեծ հավանականությամբ արդյունք չեն ունենալու, մենք արդեն մեր ներսում, մեր բողոքական հանձնաժողովի միջոցով, մեր իրավաբանների միջոցով Okay, մենք կվերադառնանք ասուլիսին, երբ լույսերը կտան, ինչ լավ է, չէ՞ որ Պեկը ու ժողովուրդը ասես մի հարթության մեջ են լրիվ։ Լավ, եկեք առայժմ Պեկից վերադառնանք քննչական կոմիտե, որտեղ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել։ Ժողովրդից թալանածը բռնագանձել են։ Արդեն իմացել ես, հա, ու վերադարձրել ժողովրդին։ Բայց ես մի տեսակ ասում, ասենք դու շատ ֆանտաստիկ լուր ա, մի հատ հայփ դու։ Well, ոչ այդքան մեր պատկերացրածով են վերադարձրել։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է Դեղատան փողոցում, հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590,000 ԱՄՆ դոլար։ Ինչ? Այո, Ռոբին Հուդը այս անգամ մի փոքր անհամբեր էր, չսպասեց, որ վերադարձվի ժողովրդին, ինքը վերցրեց Ռոբին Հուդավարի։ Շատ հորի Ռոբին Հուդ էր, ոնց կարելի է մտնել քնչական ու քնչականի ստանել։ Ես կարող քնչականի մասնակից չեմ, բայց քնչականում չպետք է լինեն ասես լիքը ոստիկաններ ու քննիչներ։ Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Մեզ հասած տեղեկություններով չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։
Դուք $590,000 ծավալը պատկերացնում եք ու ինչ-որ մեկը fake անձնագրով ցես գալիս է, ասում է ես ձեր քննիչներից եմ, ու ասում են հա, մենք հո դեմքով չենք ճանաչում մեր քննիչներին, մտնում է, սկսում է 590,000-ը ցես լցնել, ցես գրպանները, ցես ամենտեղ кейսերով ցես դուրս է գալիս, այդտեղից։ Ու դուրս գալուց ոչ մեկ չի ասում, ապեր այդ գրպանները շալվարդ խիասես մի տեսակ ուրած։ Ոբշի ոնց որ 150 կիլո լցվել ես 2 րոպեում։ Ոնց է դարակազմիկ ֆակափը հնարավոր вообще։ Մի րոպե։ Ինչ։ Հափշտակելով չհրկիզվող պահարանում պահվող շուրջ $700,000, ըստ նախնական տվյալների այդ գումարը առգրավել էր հայտնի ՍՊ-ներից մեկի գործով։ Երբ դարավ $700,000։ Չգիտեմ, մի քանի ժամ անց։ Так, քննչական կոմիտե, ախպերներ, մի հատ ստուգ է, կարող է ինքը հələ ներսնա, կարող է արդեն вообще $800,000 դարել։ Իսկ կարող է все-таки ճարպիկ Ռոբին Հուդը վերադարձնել փողը ժողովրդին։ Շատ կասկածելի է, որովհետև ընդամենը 5 ամիս առաջ էլի շատ նման դեպք էր եղել։ Քննչական կոմիտեից կորել էր մի շատ արժեքավոր բան։ Բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի մեջից շատ նյութեր հայտնվել է վարչապետի մոտ, ով է այդ նյութերը տվել վարչապետին, ինչ նպատակով է տվել, ես չեմ կարող ասել։ Դոկտոր Վատսոն, չեք զգում, որ սա նույն ձեռագիրն է։ Մատից ծծած համեմատություն էր, Հոլմս։ Լավ, օքեյ, մենք շատ նամակներ ենք ստանում մեր հեռուստաայտողներից, որոնք գրում են. Սիրելի Arm Comedy, արդեն մի քանի ամիս է, ինչ նորաստեղծ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը ոչ մի նոր աստղաբաշխական գույք ձեռք չի բերել։ Հոբանման չի պատահել։ Շատ լավ լուր Նարեկ Նալբանդյանի երկրպագուների համար։ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նոր հաճնի Ադամանդի գործարանը։ Գործարար Նարեկ Նալբանդյանից հետքը տեղեկացավ, որ գործարանը ձեռք է բերվել $3 միլիոն, որը ֆինանսավորել է Ամերիաբանկը։ Լավ վարկով է ձեռք բերել։ Ինչ է կպրշկել մեր զարմանալիորեն տաղանդավոր եւ շատ հաջողակ գործարարից։ Դա մեկ շատ տարօրինակ է։ Մարդը վարկով ձեռք է բերել Golden Palace-ը, Հովիկ Աբրահամյանի դղյակը, սուպերմարկետներ։ Այս մարդու վարկային գիծ ավելի հաստական Դոնալդ Թրամփի ինքնագնահատականը։ Դե վստահելի վարկարու է, ինչ ես ուզում, հետո վստահ եմ, այդ Ադամանդի գործարանը նշ չի, որ մենակով ձեռք է բերել։ Էլի բաժնետերեր կան, բալը նայենք։ Պետք չի։ Նայենք։ 2025 թվականի մայիսի 15-ից Golden Diamond ՍՊ-ի բաժնետերերը հետևյալ անձինք են. Նարեկ Նալբանդյան, Արտեմ Սահակյան, Նարեկ Մարգարյան։ Ես ամեն ինչ կարամ բացատրեմ։ Դե բացատրի։ Ես բիթքոին ունեի, հիմա աճել է։ Դուսկի կատուչ ունես։ Ես շատ թանկով հարսանիք եմ վարել։ Դու ավետ բարսեղյան չես դառնա։ Լավ, օքեյ։ Լեդի Գագայի հետ բաժանվել եմ, հիմա ալիմենտներ է ինձ տալիս։ Վայ, բաժանվել եք, երբ, ինչ եղավ։ Դե մի 2 ամիս առաջ։ Կարոտելու եմ գժուկին, բայց ոնց որ իրար չէինք հասկանում։ Հիշում եմ իրան մեկ-մեկ։ Լավ, շո, սրբենք արցունքները եւ վերադառնանք պեկ, որտեղ հիշեցնեմ, կարևոր ասուլիսը ընդհատվել էր լույսերը գնալու պատճառով։ Կարող ուղղակի չէին մուծել հոսանքի համար։ Պեկը չէր մուծել, գիժես։ Ասկերը ուշում են, որ ինչ որ պահի պեկը կմտնի հեց ու կլնի տոտալ այն բառը, որ շատ լավ հանգավորվում է հեցի հետ։ Արա, դե ուզում էի տենց բառեր էլի չասեի, էլի։ Բայց այդ բառը կա մեր լեքսիկոնում, Նարեկ։ Հա, բայց ես նայել եմ առաջին տիկնոց կոնտրոլի տակ չկա, բայց այդ, հա, ու մի քիչ հուզվել եմ ու ուզում եմ վերաիմաստավորեմ ինձ։ Հələ։ Մենք մնացած բոլորս պետք է կրթվենք ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հմուտ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի բարեկեցիկ եւ ավելի երջանիկ դառնալու համար։ Ես էլ որոշեցի կրթվեմ, որ ավելի բարի դառնամ։ Իսկ ո՞նց է դրսևորվում ավելի բարի լինելը։ Դե, առայժմ սենց։ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկինը վերջին 3 օրում 13 սոցցանցային գրառում է արել, որոնցում մարդկանց անվանում է էշ, ոչիլ, ինտելեկտուալ ղզիկներ, անդաստիարակ, ամենահաճախ հանդիպող բառը տխմարն է, իսկ մի քաղաքացու բաժին է հասել որակումների ամենամեծ շղթան՝ հեռավոր գեղում ծվարած տխմար, անգրագետ, ապուշ, անուղեղ։ Ես գուցե բարության դոկտոր չեմ, բայց կարծեմ բարությունը սա հակառակն էր ավելի շատ։ Նույնիսկ կրթվելը նորաձև է արշավի մասնակիցներն են խույվորում։ Բասում էլ տենց բառեր չես օգտագործել։ Դա նորմալ բառ է, հա? Հելքա, դուք էլ կոմենտներում նորմալ բառ է։
Ռուբեն Բաբայանը կենտրոնում մարդն է, բանախոսությամբ մասնակցում է Աննա Հակոբյանի կրթարշավին, կարծում է լավ ծրագիր է։ Արդյոք նման ուրեմն ստատուսներով օժանդակում է այդ գաղափարի տարածմանը, թե հակառակ խոչընդոտում է։ Այսը շատ կարևոր է։ Ըստ ես կարծում եմ, որ այն արձագանքը, որը ոչ թե մոտիկ շրջապատն է ունենում, այլ հասարակությունը խոչընդոտում է իհարկե։ Ճիշտ է, մի քիչ խոչընդոտում է, երբ աչ ու ձախ ասում ես տխմար ու ոչինչ ու հետո ավելացնում ես եկեք կրթվենք ու լինենք բարի։ Բացի Բաբայանից, ում կարծիքը երբեք ոչ մեկին որևէ հարցով հետաքրքիր չի եղել, կարծիք արտահայտեց նաև Ալեն Սիմոնյանը, ում օքեյ, ես չէ որ շատ մարդկանց հետաքրքիր, բայց նա ասեց, որ արա դե ով ինչ ուզում ասում, ինչ ա եղել։ Մեդիա դաշտի եւ ցանցերի, սոցցանցերի այտենց բացի թողի իրավիճակում ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ, նաեւ հրապարակային մարդ ազատ է արձագանքել այն ձևով, ինչ ձևով որ ուզում է։ Լուրջ, այսինքն երբ երկրի տոլի երկրորդ տոլի երրորդ դեմքը իր Telegram ալիքում մեր մասին գրում է Միշիկը գնաց կրկեսը մնաց, լրիվ օքեյ կրներ, որ ես ոնց ուզում եմ արձագանքեի այդ պաշտոնյային, ինքն էլ մարտով մի 10 հոգու դատի ատվել, ոչ մի բան չեր անի ու ինձ դատի չեր տա։ Նարեկ, դու պետք է այս հիպոթետիկ ամբողջ մտքերը հանձնել Facebook-յան լեզվահասարակագիտական հարթակի ողջ սպեկտրին։ Լավ, թողնենք այս հիպոթետիկ մասը, Ալենը շարունակեց մեզ կեղծ հիշողություններ ներարկելու իր սիրած հնարքը։ Եվ կարծում եմ, որ այն համեմատականներ ինչ որ անցկացնելը անցյալի հետ կապված անտեղին են, որովհետև նախ եւ առաջ անցյալում որևիցե մեկի կնոջ, չեմ ասում երկրի ղեկավարի կնոջ, որևիցե մեկի կնոջ մասին մի լրագրողից սկսած իրենց տենց դուխով հիմա բլոգեր եւ քաղաքական գործիչ անվանող մարդկանցով վերջացած հələ փորձեին մի հատ մի տարեսկոմենկոմ բանան գրեին, այնքան կծեցին, էշին քերիկաս։ Լուրջ, ասենք են փոքրիկ սպրավիչկան, որ համայն համացանցով մեմ էր դարել։ Սեյրան Օհանյանի կինը ամեն ֆոտոն Facebook-ում, որ դնում էր ու սաղ ազգը սկսում էր դրա վրա բոցվել, այդ վերջում հետո սաղին նենց էին ծեցում, որ էշին քերի էին կանչում։ Պաստորեն հա, դու ես սխալ հիշում ամեն ինչ։ Այնպես որ մնացեք մեզ հետ եւ հիշեք ամեն ինչ այնպես, ինչպես կուսակցությունն է պահանջում։ Մեծ եղբայրը հետևում է ձեզ։ D-Energy ընկերությունը ներկայացնում է Եզրոմեկ մատչելի եւ որակյալ վարդակներ ցանկացած տարածքների համար։ Տուն, գրասենյակ, ամառանոց, ձիար շավարան, տո ձեր անձնական աստղադիտարանը միայն կշահի Եզրոմեկ վարդակներից։ Հերիքչի մատչելի ով որակյալ են, համել լիքը հավես գույներ կան։ Եկեք վերցրեք եւ անհոգ լիցքավորեք ձեր iPhone-ները եւ Android ազգիները D-Energy վարդակներով։ Գիտնականները ապացուցել են, որ լիցքավորման տեղի համար պայքարը 21-րդ դարի լրջագույն կռիվներից է։ D-Energy-ն այդ հարցը լուծել է։ Միած սաղը ցուսեք վայ։ Դու արի հետս։ Մնացածը շարունակեք։ D-Energy վարդակները մեզ հասել են ապագայից տարբեր դիզայներական լուծումներով, գույներով։ Իսկ ես ինչա։ Կախարդական պանել, որը միանում է մի կետից, մի լարից, բայց վրան կարող է լինել մի քանի վարդակ, կամ մեկը, որը կարող է պատի մի կողմից գնալ մեկ այլ կողմ։ Այս պայի համար գժվում եմ։ Կամ մի քանի վարդակ, որոնցից մեկը կարող է էլեգանտորեն դուրս թռնել եւ հայտնվել մեկ այլ պատի վրա։ Ու դե դիմերներ, լույսի հզորությունը այլևս որոշում է ոչ թե ցանցը, այլ դուք։ Նաև անջատիչներ սովորական եւ սենսորային, որոնք զգում են քո մոտենալը, օրինակ գիշերը մեղմ լույս կմիացնեն, որտեղ պետք է առանց մյուսներին խանգարելու։ Նույնը կարող է լինել նաև աստիճանների վրա, աստիճանաբար։ Համ տան համար, համ օֆիսի ընտրի որն ուզում ես, Նարեկ։ Նարեկ։
Հաղորդաններ այսօրվա Arm Comedy։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոսը։ Ցավոք արևմուտքը այդ գրանտներն էլ է պակասեցրել Թրամփի իշխանության օրոք, եւ քանի որ այդ գրանտները պակասեցրել է լրատվական դաշտի եւ այսպես ասած հասարակական ակտիվիստների մի ահռելի շերտ, որոշակի առումով տուն պահելու խնդրի առաջ է կանգնել։ Սակուցը խնդալը չէ։ Արա, էй, նկատեք, ես դաժե պատրաստ եմ շալվարս թրջել, բառացիորեն պատրաստ եմ։ Ու դե բնականաբար եթե մտնում ես ջուրը շատ ավելի արդյունավետ է դառնում Լավրովի դեմքին թռնելը ու ինչի՞ն այդքան քիչ այդ մարդիկ եթե 50,000 քանի հոգի ստորագրան եվրակվեին չի կարա 50,000-ից 25,000 բերեիք որ ցույց տայիք որ չենք ուզում իրանք չեն ուզում խայտարակվել արա մեկ էլ Ռուսաստանի դեմ լավագույն պատժամին չոցը չլինի որ այն 80% արտաքին առևտուրը թե ինչքան 70% ուղղում ենք Պրոստը քրտ կտրենք, թող ու չանենք այդ առևտուրը, հա, սովորաբար կրտանք։ Գնա Լարսոն պարկի, Լարսոն sense պարկի, Գասպարավարի, ասի չենք թողում մեր կոնյակը մտնի Ռուսաստան։ Այդ համար ես եմ խմելու փոքրիկ նոստալգիկ դրվագ էր այս ակցիան вообще, այն որ միջև 18-ը բարբերաբար լինում էին, ամեն առիթով լինում էին, ծառ էին կտրում, չգիտեմ, Պարիզ էին քանդում, լինում էր ու մեկ էլ հիմա էլի, բայց այն արանքը Տեսնես Արցախը հանձնենք, ոչ մի բան, չգիտեմ, sense այդքան 120,000 մարդու, բայց ոչ մի բան։ Բայց Լավրովն է գալիս, պետք է շալվարը թրջել ուրախությունից։ Աջակցեք մեր հաղորդմանը, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ձեր հիպերտոնիկ բարեկամների առողջությունը կտրուկ կլավանա։ Կամ կվատանա, նայած ոնց եք ուզում։